Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տետատետ հաղորդման հերթական հյուրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Զրույցի ընթացքում նա խոսել է բազմաթիվ թեմաների մասին՝ ընտանիքի, նոր հարաբերությունների, նշանադրության, հոր հետ հարաբերությունների, հոր մահվան, ինչպես նաև շոու-բիզնեսի իր ընկերների մասին։ Զրույցին հետևել է Starnews.am-ը, առանձնացնելով նաև այն հատվածը, որում Ալեն Սիմոնյանը խոսում է իր համար ծանր կորուստների մասին։ Հաղորդման ընթացքում նրան հարց է տրվել, թե արդյոք երբևէ ունեցել է այնպիսի զգացողություն, որ կյանքից հեռացած ընկերներին գուցե ավելի շատ ժամանակ պետք է հատկացներ։ Դե հա, միշտ էլ լինում է, որովհետև երբ որ ընկերդ հեռանում է, դու ասում ես՝ «Բա ինչի մի անգամ ավել չշփվեցի» հետը, նշել էր Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահի խոսքով իր համար հատկապես ծանր են եղել 3 մարդու մահերը, որոնց թվում են երգիչներ Հայկոն և Արա Մարտիրոսյանը։ Խոսելով Հայկոյի մասին, նա նշել է, որ երգչի մահը շատ ծանր է տարել։ Հայկոյի մահը անհավանական ծանր եմ տարել։ Ես չէի մտածում, որ այդպես ծանր կտանեմ, որովհետև էլի էդ անարդարության բանը կար։ Իր նկատմամբ դա արդար չէր, ես շատ ծանր եմ տարել, ասել էր Սիմոնյանը։ Նա անդրադարձել է նաև Արա Մարտիրոսյանի մահվանը, նշելով, որ երգիչը ընդամենը մի քանի օր առաջ էր եղել իր տանը։ Մյուսը Արոն էր, Արա Մարտիրոսյանը, որ ընդամենը դրանից մի քանի օր առաջ այստեղ էր, մեր տանը։ Թեպետ մենք գիտեինք, որ ինքը առողջական խնդիր ունի, բոլորը գիտեին նրա սրտի հետ կապված խնդիրների մասին, բայց մեկ է, շատ ծանր ես ընդունում, որովհետև այդ մարդկանց հետ քեզ էմոցիաներ են կապում, անցած ճանապարհ։ Նրանք իրենց էմոցիա են տալիս երգով, իրենց արվեստով, ասել էր նա։ Հաղորդման ընթացքում հաղորդավար Մհեր Բաղդասարյանը հիշեցրեց, որ երբ ինքը հյուրընկալել էր Հովհաննես Ազոյանին, նա նշել էր հետևյալը. «Երբ իմ ընկերները դառնում են իշխանություն, ավտոմատ դառնում են նաև ոչ իմ ընկերները»։ Այնուհետև Մհերը հարց ուղղեց Ալեն Սիմոնյանին. ինչպիսին են այսօր իր հարաբերությունները Հովհաննես Ազոյանի հետ և փորձել է արդյոք հասկանալ, թե ինչ է կատարվում դերասանի կյանքում։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Հովհաննեսը իմ ընկերն է, ես ունեմ իր հետ լավ հարաբերություններ, հիմա չգիտեմ իր մոտ բիպոլյարնի շեղում է, թե ինչ»։ Հաղորդավարը նկատեց, որ նման ձևակերպումը ծիծաղելի է հնչում, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Շատ իրեն սիրում եմ, իրենից չեմ նեղանում, շատ քիչ մարդ կա իմ կյանքում, ումից չեմ նեղանում, որովհետև Հովոն է դա, միշտ պատրաստ եմ իր կողքը լինել, Հովոյին ոչ ոք իմ մոտ բան չի կարող ասել», նշեց նա։ Հաղորդման ընթացքում նաև զանգահարեցին հենց Հովհաննես Ազոյանին։ Դերասանը հետևորդներին մաղթեց համբերություն և նշեց, որ ինքը քաղաքացի է, իսկ Ալեն Սիմոնյանը քաղաքական գործիչ, հետևաբար իրենց ընկերությունը չպետք է օգտագործվի ոչ իր, ոչ Ալեն Սիմոնյանի օգտին, այլ երկրի։ Հովհաննես Ազոյանի խոսքում նկատվում էր սառնություն, ինչը ապացուցում էր նրանց հարաբերությունների սառը լինելը։ Տետատետ հաղորդման եթերում անդրադառնալով շոու-բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ հարաբերություններին, Ալեն Սիմոնյանն ասել էր, որ գրեթե բոլորի հետ լավ հարաբերություններ ունի, ավելի քիչ է շփվում, սակայն երգիչ Արսեն Սաֆարյանի հետ։ Նրան շատ եմ սիրում, հարգում, գնահատում ու ցավում եմ, որ քիչ ենք շփվում։ Ենթադրում եմ, որ չգիտեմ թե ինչու, ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածի մեջ նաև ինձ է մեղադրում, թեև չգիտեմ իմ մեղքի բաժինը որն է, նշել էր Ալեն Սիմոնյանը։ Խոսելով Ալեն Սիմոնյանի անձնական կյանքի մասին, Մհեր Բաղդասարյանը նախ շնորհավորեց Ալեն Սիմոնյանին նշանադրության կապակցությամբ, ընդգծելով, որ վերջին շրջանում հանրության և մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը հենց նրա անձնական կյանքն է։ Քննարկումների կենտրոնում էր նաև այն հանգամանքը, որ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, թե նրա ընտրյալը՝ դերասանուհի և մոդել Անելիա Գուբերյանը, իբր իր մտերիմ ընկերոջ դուստրն է։ Այս հարցին պատասխանելով Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Դա սուտ է, կատարյալ սուտ, թեպետ ես դրա մեջ վախենալու բան չեմ տեսնում, բայց նման բան գոյություն չունի, դա հնարովի պատմություն է։ Ես նրա ծնողներին ճանաչում եմ, Երևան քաղաքից եմ ճանաչում։ Իրար ճանաչում ենք երևի մոտ 20 տարի, բայց մենք ընկերներ չենք եղել, դա իրականությանը չի համապատասխանում, ասել էր նա։ Հաղորդավարը նաև հետաքրքրվել է արդյոք սիրահարվել է առաջին հայացքից։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ դժվար է միանշանակ ասել, սակայն հնարավոր է, որ այդպես էլ եղել է։ Դժվար է ասել, բայց երևի այո։ Բայց ես այնպիսի կարգավիճակ ունեի, որ այդ միտքը ինձ միշտ խանգարել է։
Ես երկար ժամանակ փորձել եմ հերքել դա եւ կարծես փախչել իրականությունից, բայց եղավ այն, ինչ եղավ, նշել էր նա։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև այն հարցին, թե ինչպես է պատահում, որ մարդը ունենալով ընտանիք կարող է սիրահարվել մեկ ուրիշին։ Այս թեմային արձագանքելով Ալեն Սիմոնյանը խոստովանել է, որ սիրահարվելուց հետո բազմիցս փորձել է զսպել իր զգացմունքները, սակայն դա չի հաջողվել։ Մեզ մնում է հավելել նաև այն, որ երբ Մհեր Բաղդասարյանն իր սոցիալական էջերում հայտնել էր այս հարցազրույցի մասին, շատ քննադատություններ էին եղել եւ նույնիսկ Մհեր Բաղդասարյանին եւ Արա Ղազարյանին մեղադրել էին ծախվելու մեջ, իսկ մենք առաջարկում ենք լսել նրանց պարզաբանումը։ Ժամալ լուր հետևում եմ լուսանկարի ներքևի հատվածում մեկնաբանություններին ու կարդում ձեր նամակները, ինչ որ տարօրինակ հիստերիա է, մի մասը շատ ուրախ է, մի մասը շատ դժգոհ է, մարդիկ ինչ որ գրում են, որ ինչ որ քանակությամբ մի քանի նամակ եմ ստացել, unfollow են անում, դուք ազատ եք ձեր ընտրության հարցում։ Ժողովուրդ ջան, կարող է սպասեք հարցազրույցը դիտեք, նոր կարծիք հայտնեք, ինչպես դա արել եք մշտապես։ Ազատ արտահայտել եք ձեր կարծիքը մեկնաբանությունների բաժնում։ Եվ առհասարակ չեմ հասկանում, թե ինչա ձեզ թվում, որ լրագրողը ինչ-որ մեկին պարտք է իր մասնագիտական աշխատանքը եւ մասնագիտական պարտականությունները կատարելուց։ Այս մեկի հետ կարող է հարցազրույց անել, մյուսի հետ ոչ։ Ինչա ձեզ թվում, որ սա 2000-ականների Dark 21 հեռուստաալիքի Օդեոն հաղորդումն է, որտեղ դուք կարող եք զանգահարել եւ պատվիրել ինչ-որ տեսավոլովակ։ Ես անում եմ հարցազրույցը մարդկանց հետ ու ուզում եմ եւ դուք էլ կարող եք դիտել։ Երեկվանից լիքը նամակներ եմ ստանում Մհեր Բաղդասարյանի արած հարցազրույցի հետ կապված, իսկ հարցազրույցը նա վերցրել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից։ Երևանյան շարքը մենք հաճախ ենք անում, գնում ենք Երևան, նկարահանումներ ենք անում։ Այս անգամ ես չկարողացա գնալ Երևան, որովհետև այստեղ գործեր կան լիքը, բաժանվեցինք, Երևան գնաց Մհերը եւ սկսեցինք Երևանյան շարքը մի փոքր ուրիշ ձևաչափով։ Որոշում ընդունվեց հրավիրել տետատետ քաղաքական ամենատարբեր ուժերի լիդերների, հայտնի անունների, եւ մենք հրավերներ ուղարկեցինք ամենատարբեր քաղաքական ուժերի ղեկավարների, նրանցից ոմանք ընդունեցին հրավերը, նրանցից ոմանք ցրեցին, նրանցից ոմանք մերժեցին։ Ալեն Սիմոնյանը այն քիչ քաղաքական հայտնի դեմքերից է, ով ընդունեց հրավերը միանգամից եւ համաձայնվեց տալ հարցազրույց։ Իդեպ հարցազրույցների շարքը Ալեն Սիմոնյանով սկսել է, բայց Ալեն Սիմոնյանով չի եզրափակվելու, մենք ունենք ապագայում էլի շատ հետաքրքիր քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ, որոնք պետք է նկարվեն, բայց այս իմ ստորիները դրա մասին չի, այլ այն դժգոհությունների եւ վայնասունի մասին է եւ այն բողոքի նոտաներ հիշեցնող նամակների մասին է, որ դուք հղում եք ինձ առանձին եւ Մհերին, թե ինչպես կարելի էր հարցազրույց վերցնել Ալեն Սիմոնյանից։ Ժողովուրդ, ես ինքս չեմ կիսում այդ քաղաքական ուժի որևէ որոշում եւ առաջին օրվանից նրանց ամենավառ քննադատողներից մեկն եմ։ Իսկ ով է ասել, որ լրագրողը պետք է հարցազրույց չվերցնի այն մարդուց, ում քաղաքական հայացքները չի կիսում կամ կիսում է։ Ու երբ դուք ուլտիմատումներով եք խոսում, դուք որևէ կերպ չեք տարբերվում այն քաղաքական ուժի առանձին ներկայացուցիչներից, որոնցից մի օր շուտ ուզում եք հրաժարվել։ Այսինքն իմ համար նոնսենս է, ես չէր պատկերացնում, որ նման ռեակցիա կլինի շատ ու շատ մեր հետևորդների կողմից։ Ես առաջին օրվանից չեմ կիսել այս քաղաքական ուժի հայացքները, բայց ես եւս իմ հեղինակային հաղորդման շրջանակներում, երբ Ալեն Սիմոնյանը դեռ ազգային ժողովի փոխխոսնակ էր, հրավիրել Լոս Անջելեսում բացարա հաղորդաշարին հյուր։ Իսկ ով է ասում, որ առանձին վերցրած կարծիքներին պետք է մենք զոհ գնանք եւ ձեր պատվերով անենք հաղորդումներ։ Մենք երբեք պատվերով հաղորդումներ չենք արել, փողով հաղորդումներ չենք արել, եւ սա երաշտական փոստարկղը չի, ժողովուրդ, որ դուք զանգահարեք եւ պատվիրեք առանձին երկեր, մենք էլ այդ երկերը պտտենք, դες ուրախացնենք։ Եվ ամենաշատը ինձ սպանում է, դուք էլ ծախվեցիք այդ գրառումները։ Ուրեմն մինչև այսօր ես ծախված էի նախկիններին, այսինքն
արդեն չեմ էլ հակադարձնում, որովհետև բոլորը ավելի քան վստահ են, որ ես նախկինների հետ, չնայած նախկիններից եւ ոչ մեկին չեմ ճանաչել, մոտիկից չեմ էլ տեսել, օրինակ Ալեն Սիմոնյանի հետ մոտիկից շփվել ենք եւ ճանաչում եմ, նախկիններից որևէ մեկի հետ նման առիթ չեմ ունեցել շփվելու, բայց այնուամենայնիվ մինչև այսօր ինձ մեղադրում էին նախկինների հետ ինչ-որ կապեր ունենալու համար։ Հիմա այսօրվանից պատտվեց սկավառակը եւ փաստորեն մենք այս իշխանության ջրաղացին ջուր լցնողներ դարձանք, թե ինչպես, ես չգիտեմ։ Իսկ միգուցե նայեք հարցազրույցը, հետո դատեք։ Միգուցե գիրքը կարդաք եւ գրքի կազմով չդատեք, ինչպես միշտ։ 5 տարուց ավել մենք անում ենք YouTube-յան հաղորդումներ եւ երբևիցե փողով հյուր չենք ունեցել։ Մենք երբեք չենք փորձել ինչ որ մեկի հետ հարմարվել։ Օծի լեզվի թեմաները մենք երբևիցե չենք համաձայնեցրել որևէ քաղաքական ուժի հետ եւ չենք ուզել կամ չենք փորձել հաճոյանալ որևէ քաղաքական ուժի։ Մենք միշտ ասել ենք այն, ինչ մտածում ենք։ Ես իմ կարծիքները, Մհերը իր կարծիքները, երբեմն դրանք եղել են իրարամերժ, ինչով էլ եւ հաղորդումը դարձել է շատ ավելի հետաքրքիր։ Տետատետում Մհերը հյուրահրավիրել այն մարդկանց, ում հետ ունեցել է հարցազրույց անելու ցանկություն։ Այնպես որ սահմանափակումներ մի մտցրեք եւ մի փորձեք միջամտել մեր մասնագիտական գործունեությանը եւ որ ամենակարևորը յառլիկներ մի կպցրեք։ Ես գիտեմ, որ դա ամենալավը ստացվում է մեր հայերի մոտ, բայց մի արեք։